Եվս 3 անչափահասի նկատմամբ մանկապղծության դեպք է բացահայտվել Էլի Արարատի մարզում։ Ժողովուրդ օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Արտաշատ համայնքի 18-ամյա բնակիչ Ռ. Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 12 տարին չլրացած 3 անչափահասների նկատմամբ կատարել է անառակաբարո արարքներ, բայց ամեն ինչի մասին հերթով։ Վեդի մոտ 1 ամիս առաջ աղմուկ հանած մանկապղծության դեպքը դեռ քննության փուլում է։ Հիշեցնենք, որ անչափահաս 2 քույրերի նկատմամբ 58 եւ 65-ամյա տաքսու վարորդները անառակաբարո գործողություններ էին կատարել եւ մնացել անպատիժ մինչեւ հանրային մեծ աղմուկը։ Արմդու լրատվականը գրել էր, որ նոր թափ հավաքած քննության ընթացքում իրավապահները կասկածներ ունեն, որ բացի 2 քույրերից էլի են եղել անչափահասներ, որոնք տուժել են նույն վարորդների կողմից։ Այս մասով դեռ այլ տեղեկություններ չկան։ Միայն հայտնի է, որ Արարատի մարզի իրավապահ մարմինների մարզային եւ Վեդու քաղաքային կառույցների ղեկավարները դեպքից հետո ազատվեցին պաշտոններից, իսկ տաքսու վարորդ ենթադրյալ մանկապիղծներն արդեն կալանքի տակ են։ Նույն ժամանակահատվածում էլի մանկապղծություն է եղել։ Ժողովուրդ օրաթերթը պաշտոնական դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Ռ. Մնացականյանը հանդիսանալով 18 տարին լրացած անձ 2026 թվականի փետրվարի 10-ին նպատակադրվել է 16 տարին լրացած անձանց նկատմամբ կատարել անառակաբարո արարքներ։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2026 թվականի փետրվարի 10-ին ժամը 10:45-ի սահմաններում գնացել է Արարատի մարզի Արտաշատ համայնքի հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտների համար նախատեսված սանհանգույց, որտեղ գտնվել են 12 տարին չլրացած անչափահաս 3 աղջիկներ։ Ռ. Մնացականյանը տարիքային անօգնական վիճակում գտնվող այն է 12 տարին լրացած 3 անչափահաս աղջիկների հոգեբանության վրա ազդելու նպատակով նախնյութապես շահագրգռել է վերջիններիս, առաջարկելով 1000 դրամ, ապա սեռական բնույթի ցանկություն առաջացնելու նպատակով նրանց հետ ունեցել է զրույց, այն է առաջարկել է հիշյալ գումարի դիմաց մերկանալ, սակայն անչափահասները մերժել են։ Դրանից հետո Ռ. Մնացականյանը շարունակելով իր սեռական այլասերվածությունից մղված գործողությունները նույն նպատակով մոտեցել է սանհանգույցի ներսում կիսամերկ վիճակում գտնվող աղջիկներից մեկին, ինչից հետո աղջիկները վախեցած դուրս են եկել սանհանգույցից։ Այդ կերպ Ռ. Մնացականյանը հանդիսանալով 18 տարին լրացած անձ 2026 թվականի փետրվարի 10-ին ժամը 10:45-ի սահմաններում տարիքային անօգնական վիճակում գտնվող այն է 12 տարին չլրացած 3 աղջիկների նկատմամբ կատարել է անառակաբարո արարքներ։ Այս քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործն արդեն դատարանում է։ Այսպիսով մանկապղծության դեպքերը սկսել են առավել հաճախակի դառնալ, իսկ ամենավտանգավորն այն է, որ իրավապահները նույն փութաջանությամբ չեն գործում մանկապիղծների նկատմամբ, ինչպես վարվում են Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին վնասազերծելիս։